Բարի օր ձեզ։ Կներեք, գիտեմ, որ մի փոքր սպասեցրել եմ ձեզ, բայց Տիրոջ շնորհքով եկանք, չնայած հետաքրքիր էր, ինքնաթիռը որոշել էր 5 ժամ ուշանալ։ Ես արդեն մտածում էի, եթե ավելի երկար է ուշանալու, ու մենք կարողանալու գտնենք, որպեսզի այս քարոզի պահը բացը չլինի, բայց Տիրոջը փառք հասցրեցի ու փառք Աստծուն դրա համար։ Ուրախ եմ բոլորիդ տեսնել եւ իրապես ուրախություն է Տիրոջ տան մեջ, Տիրոջ զավակների հետ միասին Տիրոջը փառավորելը, միասին աղոթելը, միասին երգելը, միասին Աստծո խոսքի շուրջ սերտելը ու նրանք, ովքեր որ Տիրոջը ճանաչել են, նրանք, ովքեր որ Տիրոջը սիրում են նաև այս հաղորդակցությունը, սիրում են եկեղեցին, որովհետև այս ամեն ինչի մեջ երևում է հենց նորից Տիրոջ փառքը։ Այն ինչ որ խոսում ենք, այն ինչ որ անում ենք, ու թող որ իրապես այս ամեն ինչը նպաստի, որ խոսքի շրջանակներում միաբանվենք Տիրոջ շուրջ։ Տարին կամաց գալիս է իր տրամաբանական ավարտին, եւ այս Տիրոջ շնորհքով, եւ Տիրոջ կամքով, այս երկու կիրակիները ուզում եմ մի փոքր, այսպես ասած, ինքնակննության պահ լինի։ Խոսենք, մտորենք, թե տարին ինչպես ենք ավարտել եւ արդյոք այնպես ինչպես որ սկսել ենք եւ եթե համեմատեմ հիմա հոգեվոր կյանքից մեջ հասունության մեջ տարբերություն կա թե ոչ։ Գիտեք, եթե նայում ենք ֆիզիկական աշխարհին, երբ որ երեխան աճում է, բոլորս էլ ուրախանում ենք, երբ որ մեծանում է ու տարեց տարի տեսնում եք ինչքան է փոխվում, ինչքան է տրամաբանությունն աճում, հասկացողությունը, բառապաշարն է ավելանում եւ այլն եւ այլն։ Եվ պատկերացեք մի իրավիճակ, եթե երեխան օրինակի համար 1 տարի, 2 տարի, 3 տարի, 10 տարի անցնում է, բայց աճ չունի։ Մենք որպես ծնող անհանգստանալու ենք, ճիշտ է։ Հասկանալու ենք, որ մի բան այն չէ։ Եթե երեխան կենդանի է, եթե երեխան սնվում է, ապա այդ երեխան պետք է աճի եւ ոչ միայն հասակով, այլ նաեւ մտածելակերպով, դրամաբանությամբ, հասկացողությամբ։ Բայց գիտեք ինչն է խնդիրը։ Շատ դեպքերում, երբ որ մենք ֆիզիկական աճի վերաբերյալ բավականին հստակ հասկացողություն ունենք, հոգեվոր աճի վերաբերյալ մի քիչ մատների արանքով ենք նայում։ Եվ կարող է այնպես լինի, որ մեր կյանքը հետ նայենք եւ տեսնենք, որ տարիներն անցնում են, բայց կյանքից մեջ որևիցե փոփոխություն չկա։ Ինչ վիճակում որ կա, այդ նույն վիճակում էլ մնացել եմ։ Ինչպես որ անհաստատուն կա, հավատքից մեջ նույն անհաստատուն վիճակում եմ գտնվում։ Ինչպես որ տկար աղոթքի կյանք ունեի, նույն տկար աղոթքի կյանքի մեջ եմ։ Ինչպես որ մի քանի տարի առաջ դեռևս Աստծո խոսքը ամբողջությամբ չէի կարդացել, մինչև հիմա էլ Աստծո խոսքը ամբողջությամբ չեմ կարդացել։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Սա ինչի համար եմ ասում, որպեսզի ուղղակի բան լինի մտածելու, քննելու, որովհետև եթե հոգևոր առումով կենդանի ենք, ուրեմն պետք է ինչ անենք, պետք է օրեցօր, ամիս առ ամիս, տարի առ տարի պետք է աճենք։ Իսկ եթե չենք աճում, ուրեմն գուցե ջանք չենք թափում, կամ գուցե վերստին ծնված էլ չենք, ուղղակի ինքնախապայությամբ ենք զբաղվում։ Գիտեք, այս կարևոր թեմայի մասին ենք խոսելու, եւ բոլոր նրանք, ովքեր որ աճում ես արդյոք գիրքը կարդացել են Պրոկոպենկո եղբոր, այնտեղ եղբայրը այս հարցին անդրադառնում է բավականին մանրակրկիտ կերպով։ Բնական է, որ այս երկու կիրակների ընթացքում այդ աստիճան մանրակրկիտ չեն կարող նայել ուսումնասիրել այս թեման, բայց կարծում եմ այն կարևոր որոշ բաղադրիչները, որոնք որ նայելու ենք, մեզ համար շինություն կլինի եւ առիթ կլինի մտածելու, մտորելու, որտեղ եմ ես այսօր գտնվում։ Ի նկատի չունեմ այստեղ դահլիճում, այլ ընդհանրապես իմ ընթացքի մեջ Տիրոջ առաջ։ Հետաքրքիր է, եթե ուսումնասիրեք մի փոքր աշխարհի կրոնները, կտեսնեք, որ մարդկանց տրամաբանության մեջ
հոգևոր աճը կախված է որոշակի ծիսական արարողակարգի կամ նույնիսկ ֆիզիկական ինչ-որ արարքների հետ, որի շնորհիվ մարդիկ մաքրվում են կամ բարձրանում են, աստվածայինին մոտ են դառնում։ Հինդուիզմի մեջ կգտնեք շատ, այսպես ասած, սանդուղքներ, օրինակի համար կա Վարանասիի սանդուղքները, որ տանում են դեպի Գանգես, ու նորից ամեն մի ուխտավոր, որ դրանով անցնում է, կարծես հոգևոր վերելք է ստանում իրենց տրամաբանության շրջանակում։ Բուդդիզմ, նորից բավականին շատ կան, կարաք նայեք, բայց կա Բորոբուդուրի աստիճանները, մի քիչ բարդ բառեր եմ ասում։ Նորից նույն տրամաբանության շրջանակում են իսլամում բարձրացումը դեպի հիրա քարանձավ, դե գիտեք քարանձավ, որտեղից որ Մուհամեդը ստացել է իր հայտնությունը ճակերտավոր։ Ինչ է կարծում, քրիստոնեությունը հետ է մնում նման բաներ։ Քրիստոնեությունը նկատի ունեն որպես կրոն։ Չէ, հետ չի մնում։ Ուխտագնացության տարբեր աստիճաններ կան։ Տարբեր սուրբ սանդուղքներ կան, որոնք որ մարդիկ բարձրանալով հատուկ աղոթքներ են անում, մոմեր են վառում եւ այլն, եւ դրանով կարծելով, որ հոգեվոր հասունություն են ստանում։ Հետաքրքիր է Շարմ el-Շեյխում տուրերի մեջ կա մի տուր $23 ուղարկում են հենց Սինայի լեռան վրա, որտեղ որ կա Սուրբ Կատերինայի տաճարը, ու այնտեղ այդ սանդուղքները կա, որը որ մարդիկ հավատում են, որ 10 պատվիրաններ այդ սանդուղքների վերևում Տերը տվել է Մովսեսին, ու հետաքրքիր է այդ բանի մեջ, այդ բուկլետի մեջ գրված է մեղքերի թողություն ստանալու համար տուր, էլի։ Ու նայում եք մարդիկ կան, ովքեր որ հավատում են, ովքեր որ այս տրամաբանությամբ են առաջնորդվում, ովքեր որ կարծում են, որ ինչ որ ֆիզիկական 1-2 քայլ արեցի, ինչ որ աստիճան բարձրացա, ինչ որ մոմեր վառեցի, ինչ որ աղոթքներ աղոթեցի, սրանով հոգևոր հասակս բարձրանալու է։ Եթե այդպես լիներ, Հայաստանում ահագին հոգևոր հսկաներ կունենայինք։ Բայց իրականությունը դա հակառակն է։ Աստծո խոսքը չի խոսում, որ հոգևոր աճը դա ինչ որ ֆիզիկական քայլվածք է կամ ինչ որ մի բան, այսպես ասած, ծիսական արարողակարգ է։ Հոգևոր ընթացքը կամ հոգևոր աճը դա Տիրոջ շնորհքով Աստծո կամքին հնազանդվելը եւ քայլելը։ Այսօր կարդալու ենք Պետրոս Առաքյալի 2-րդ նամակից եւ եթե ընդհանրապես նամակը ուսումնասիրեք, կտեսնեք երկու հիմնական թեմա է Պետրոս Առաքյալը այստեղ արծածում։ Առաջինը գալիք նեղությունների մեջ քաջալերում է հոգևոր աճի եւ երկրորդը խոսում է սուտ ուսուցիչների դեմ պայքարի մասին։ Եվ ավելի կենտրոնանալու ենք այս առաջինի վրա։ Խնդրեմ բացեք 2 Պետրոս առաջի գլուխ, ընթերցելու ենք միասին 1-ից մինչև 11 համարները։ 2 Պետրոս առաջի գլուխ 1-ից 11 համարները։ Եթե դեմ չեք ոտքի կանգնենք եւ Աստծո խոսքը ոտքի կանգնած ընթերցենք։ 2 Պետրոս առաջի գլուխ 1-ից 11։ Սիմոն Պետրոսը ծառա եւ առաքյալ Հիսուս Քրիստոսի, նրանց, որոնց մեր Աստծո եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվեց նույն հավատքը ընդունել, շնորհ ձեզ եւ թող խաղաղությունը շատանա Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտությամբ։ Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին եւ Աստված պաշտությանը վերաբերվող ամեն ինչ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներն են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինենք, աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը ժուշկալությամբ, ժուշկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածպաշտությամբ, աստվածպաշտությունը եղբայրասիրությամբ եւ եղբայրասիրությունը սիրով, որովհետեւ սրանք ձեր մեջ ունենալով ու առատացնելով դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ, բայց նա ով այս բաներն իր մեջ չունի, կույր է կամ կարճատես, մոռացած լինելով իր նախքին մեղքերից մաքրված լինելու մասին։
Դրա համար եղբայրներ, ջանացեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատուն դարձրեք, որովհետեւ դրանք անելով երբեք հանցանք չեք գործի, քանի որ այսպես առատությամբ ձեզ մուտք պիտի շնորհվի դեպի մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Ամեն։ Աղոթենք։ Մեր Տեր ու Փրկիչ, փառք ենք քեզ տալիս ես գեղեցիկ օրվա համար, Տեր, որ դու ես արել, դու ես ստեղծել եւ հնարավորություն ունենք, Տեր, գալու քո առաջ խոսքդ մտորելու, խոսքիդ շուրջ սերտելու, կարդալու, խոսելու եւ աղոթում եմ ով Տեր, որ այցելություն անես մեզ, Տեր։ Օգնես, որ կենտրոնանանք խոսքիդ վրա եւ քո կամքիդ այո եւ ամեն ասենք, Տեր։ Օգնի, որ իրապես քննենք նաև այս անցած տարին եւ տեսնենք իրապես արդյոք հոգեվոր աճ ունենք թե ոչ։ Արդյոք ել ավելի քեզ նմանվում ենք թե ոչ, Տեր։ Մեր փափագ ու ցանկությունը որպես եկեղեցի օր-օրի քո կերպարին նմանվելն է, Տեր Աստված։ Եվ քո օրինակով առաջնորդվել ըստի դու փառավորվիր ամեն ինչի մեջ։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Հիշեք կարևոր մի ճշմարտություն։ Հոգևոր աճը ոչ թե մարդու նախաձեռնությունն է, այլ Աստծո շնորհի արձագանքը մեր հնազանդությամբ։ Նորից կկրկնեմ, այս այն բուն հիմնական թեման է, որի մասին ընդհանրապես խոսելու ենք։ Հոգևոր աճը ոչ թե մարդու նախաձեռնությունն է, այսինքն այնպես չի, որ մենք ենք նախաձեռնել, որ պետք է հոգևոր առումով այսպես ասած աճենք։ Այլ ով է նախաձեռնել, Աստված է նախաձեռնել։ Եվ իր շնորհով, երբ որ մենք արձագանքում ենք հնազանդությամբ, մենք սկսում ենք մեր հոգևոր կյանքի մեջ ինչ անել, աճել։ Դրա համար քրիստոնեական հոգևոր աճը Աստծո կողմից լիովին ապահովված գործընթաց է։ Չկա մի բան, որ Տերը կիսատ է թողել կամ կիսատ է տվել մեզ, որն իրականացվում է նրա տրված բաղադրիչների միջոցով, եւ այն սնվում է ճիշտ շարժառիթով եւ անխուսափելիորեն բերում է, գիտեք ինչի, հաստատուն ու վստահելի հավիտենական արդյունքի։ Երբ որ մենք հոգևոր առումով աճում ենք, մենք Տիրոջը փառքի համար պտուղ ենք բերում, մնայուն արդյունք ենք բերում։ Եթե մենք չենք աճում, մենք որևիցե արդյունք չենք բերում, եւ շատ դեպքերում ինչ ենք անում, մնում ենք գաճաճ։ Մնում ենք հոգևորներ, որոնք որ հասունություն չունեն։ Մնում ենք չակերտավոր քրիստոնյաներ, որոնց ընթացքը, որոնց կյանքը չի փառավորում Տիրոջը։ Գիտեք, նայելու ենք այստեղ Պետրոս Առաքյալը տալիս է 4 բաղկացուցիչ մասեր հոգևոր աճի։ Նայելու ենք ընդամենը 2-ին եւ եթե Տերը կկամենա, նաեւ մյուս կիրակի կշարունակենք։ Առաջինը հոգևոր աճի աստվածային ապահովումն է, որ տեսնում եք էկրաններին։ Երկրորդը նաև կխոսենք հոգևոր աճի բաղադրիչների մասին։ Եվ Տիրոջ շնորհքով մյուս կիրակի կնայենք միասին հոգևոր աճի շարժառիթը եւ հոգևոր աճի արդյունքների մասին։ Այս կիրակի կնայենք այս առաջի երկուսը։ Առաջինը հոգևոր աճի աստվածային ապահովումը։ Եվս մեկ անգամ ուշադրություն դարձնենք 1-ից 4 համարներին։ Ուշադրություն դարձրեք, Պետրոս Առաքյալը հենց ամենասկզբում բերում է որոշակի փոփոխություն։ Ինքը օգտագործում է իր հին անունը Սիմոնը եւ դրանից հետո առաջ է բերում Պետրոս։ Այսինքն այն մեկը, որ Սիմոն էր, այժմ հիմա դարձել է Տիրոջ շնորհքով Պետրոս։ Սիմոն Պետրոսը ծառա եւ առաքյալ Հիսուս Քրիստոսի։ Նրանց, որոնց մեր Աստծո եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ ուշադրություն դարձրեք։ Վիճակվեց նույն հավատը ընդունել։ Առաջին իսկ նախադասության մեջ Պետրոս Առաքյալը ուզում է հստակ ցույց տա մի կարգավիճակ, որ այն կարգավիճակը ինչ որ ինքն է գտնվում, որևիցե առումով բարձր չէ կամ առավել չէ, քան թե
Այն կարգավիճակը, որ գտնվում է եկեղեցին։ Ինքը ասում է ժամանակին Սիմոն է, Տիրոջով դարձա Պետրոս։ Դուք էլ ժամանակին ձեր մեղքերի մեջ եք, Քրիստոսով Տերը ինչ արեք ձեզ, այդ մեղքերից հանել է եւ հիմա Տիրոջ ծառանեք։ Դաման ինքը շեշտում է, որ առաքյալ եմ արյո, այդ առաքելությունը ստացել եմ Տիրոջից, բայց դրա հետ մեկտեղով եմ ծառա եմ, ստրուկ եմ։ Մենք էլ այդ նույն տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք, բայց հետաքրքիր է նաև շարունակությունը։ Ինքը հետաքրքիր խոսք է ասում։ Ասում է, որ ինձ վիճակվեց նույն հավատը ընդունել, այնպես ինչպես որ նաև դուք եք ընդունել։ Վիճակ բառը գիտեք ինչ բառ է նշանակում։ Լախանո բառն է։ Այսինքն մենք այս բառը նույն ընդհանրապես վիճակ գցել, զառ են գցում կամ ինչ-որ բանով, որ տեսնում են, ումա ընկնելու, լատարեյը ասեմ, ինչ ասեմ, որպեսզի ավելի, սենց ասած, հասկանալի լինի, այսինքն ընտրություն վիճակով։ Երբ որ Պետրոս առաքյալը խոսում է սրա մասին, ուզում է ասել մի պարզ ճշմարտություն։ Այս հավատը ումից ենք մենք ստացել, Աստծուց ենք ստացել, սա մեր ջանքը չի, սա մեր արդարացումը չի, սա մեր ընթացքից ելած արդյունքը չէ, ինչպես որ Պետրոսը Քրիստոսի կողմից, ավելի ճիշտ Սիմոնը, ընտրվեց եւ դարձավ ով Պետրոս, հիմա Տերն էլ նույն հավատքը վիճակ է տվել նաեւ ձեզ։ Բոլոր նրանց, ովքեր որ լսում էին, այսինքն խոսքը ուղղված էր եկեղեցուն։ Եվ հիմա երբ որ Պետրոս առաքյալն ասում է, որ դուք նույն կարգավիճակում եք գտնվում, եթե այդ հավատն ունեք Տեր Հիսուս Քրիստոսով, կարևոր մի բանին ուշադրություն դարձրեք։ Ուրեմն շնորհ ձեզ եւ թող խաղաղությունը շատանա Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտությամբ ուշադրություն դարձրեք։ Ասում է շնորհ է տրված ձեզանից եւ հիմա նաեւ խաղաղությունը պետքա շատանա երրորդ համարը։ Նրա աստվածային զորությունը ուշադրություն դարձրեք, մեզ շնորհեց կյանքին եւ աստվածպաշտությանը վերաբերվող ամեն ինչ ճանաչացնելով նրան, որ մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ։ Ուշադրություն դարձրեք, նորից, երբ որ մենք խոսում ենք, որ Տեր Աստված ամեն բան պատրաստել է մեր հոգևոր աճի համար, խոսեցինք արդեն ամեն բանի սկիզբը ինչն է, հավատքն է։ Ու տեսանք, որ այդ հավատքը վիճակվեց ում կողմից, Աստծո կողմից, մարդկային որոշում չէր, ոչ էլ ինքնակատարելագործման ինչ որ ձգտում էր։ Տերը իր սուվերեն կամքի շրջանակում իր ցանկությամբ, իր փառքի համար շնորհեց այդ հավատը, բայց այդ հավատը չի շնորհել, որ մենք զուտ որպես մանուկ մնանք։ Այդ հավատը շնորհվել է, որը որ դառնալու է հիմք մեր հոգևոր ինչի համար, աճի համար։ Հիմա ուշադրություն դարձեք, ոչ միայն Տերը այդ հավատն է տվել, ոչ միայն այդ կանչվածությունն է տվել ու շնորհն ու զորությունն է տվել, այլ ասում է ամեն բան։ Ուշադրություն դարձեք այս արտահայտությանը, չի ասում մի քանի բան է տվել, մնացածը դեռ ստանալու եք, դեռ չեք ստացել, ժամանակ պետքա գաք, որ ստանաք, կամ պետքա շատ աղոթեք, որպեսզի ստանաք, պիտի համոզեք, որպեսզի ստանաք, պիտի հռչակեք, որպեսզի ստանաք, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ինչ է ասում։ Ամեն բան տրված է։ Որևիցե թերություն չկա, որևիցե բան չկա, Աստված որևիցե բան չի մոռացել, չի թողել, որ ասենք հետագայում լավ կլրացնի։ Փրկության պահին հավատացյալը ստանում է ոչ միայն մեղքերի թողություն, այլ նաև ամբողջական պաշար, սուրբ ու աճող կյանք ապրելու համար։ Լսում եք։ Տերը ոչ միայն ձեզ փրկել է, ու դուք սենց անօգնական վիճակում գտնվում եք։ Երեխան, որ ծնվում է, երեխան անօգնական է, լիարժեք կախված է ծնողից։ Եթե ծնողը հոգ տանի, այդ երեխան կարա կենդանի մնա։ Եթե որևիցե մեկ այդ երեխային հոգ չտանի, այդ երեխան ինքնուրույն չի կարա որևիցե կերպով կենդանի մնա։ Նույնը նաև մեր պարագայում Տերը մեզ չի ծննդաբերել ու թողել ինքնահոսի է ձև ասած։ Վերստին ծնունդ չի տվել ու ասում է գնացեք ապրեք ինչպես որ ցանկանում եք։ Այլ տվել է ամբողջական, լիարժեք
զորությունը, լիարժեք ամեն բան տվել է, որպեսզի մենք ի վիճակի լինենք սուրբ կյանք ապրելու Տիրոջ առաջ եւ աճելու կարողություն ունենալու։ Աճը հիմնված է Աստծո զորության վրա, ոչ թե մարդու ռեսուրսների վրա, պատկերացնում եք։ Աստծո զորության վրա է կախված չի ձեր ուժեղ լինելու, ձեր տաղանդավոր լինելու, ձեր հռետորական խոսքի վերաբերյալ կամ շատ խելացի լինելու վրա եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը հիմնված է ում վրա, Աստծո զորության վրա։ Գիտեք, շատ հավատացյալներ հոգևոր աճը պատկերացնում են, որ այն ինքնակարծես կարգապահական ծրագիր է կամ բնավորության բարելավում է։ Օրինակ իմ բնավորությունն այս ձևի էր, պետքա սենց ասած աշխատեմ վրես, որ բնավորությունս փոխեմ, որպեսզի հոգևոր աճ ունենամ։ Սակայն Պետրոսը տենց չի ասում։ Ասում է այդ ամեն ինչի աղբյուրը աստվածային զորությունն է։ Եթե մենք մեր ջանքերով ինչ-որ մի բան կարողանայինք անել, կարիք չեն լինի, որպեսզի Տերը իր զորությունը տար։ Բայց մենք ի վիճակի ենք ինչ-որ մի բան մեր կյանքում փոխելու, անելու։ Նույնիսկ մեր բնավորության վրա ինչ-որ մի բան կարանք փոխենք, թե ոչ։ Եկեք անկեղծ լինենք։ Նույնիսկ մենք այդ ձևի արտահայտություն ունենք, չէ՞, ասում է կարմիր կովը կաշին չի փոխում։ Եվ սա իրական է։ Մարդը ինքը իրանով ինչքան էլ ինքը իր վրա աշխատի, գուցե որոշ կոսմետիկ, որոշ ժամանակավոր փոփոխություններ բերի։ Բայց դա ներքին փոփոխություն չի, դա իրական փոփոխություն չի, այդ իրական փոփոխությունը գալիս է միայն Տիրոջ զորությամբ։ Հոգևոր աճը չի սնվում կամքի ուժով։ Ես օրինակի համար շատ ուժեղ կամքի ուժ մարդ եմ, ես կկարողանամ այնց անեմ, որպեսզի հոգևոր աճ ունենամ։ Կամ ես կկարողանամ այնպես անեմ, որպեսզի սրբության կյանքով ապրեմ։ Չէ, ժողովուրդ ջան, սա ինքնախաբեություն է, երբ որ մենք դրանով ենք տարվում, գիտեք ինչ է լինում, հիասթափությունն է գալիս։ Ինչի որտեվ մեր ուժերի վրա հիմնվեցինք, մեր կարողությունների վրա հիմնվեցինք, մեր այսպես ասած կամքի ուժի վրա հիմնվեցինք, ու արդյունքում երբ որ ձախողում ենք, ինչ ենք ասում, հիասթափվում ենք։ Ասում ենք, բա ուր է Տիրոջ զորությունը, ինչի Տերը չի փոխում ինձ։ Ինչի եմ ես մինչև հիմա այս կարգավիճակում։ Գիտեք ինչքան մարդիկ կան, որոնք որ գրում էին ինձ, ասում են Արտուր եղբայրախր ինչ անենք, այսրանից չենք կարողանում ազատվենք, այս ախր ամեն բան փորձում ենք եւ այլն եւ այլն։ Հասկացեք։ Մարդկային կարողություններով որևիցե բան չենք կարող անենք։ Ընդհանրապես որևիցե փոփոխություն չենք կարող անենք։ Եթե մեր հույսը մեր կամքն է, մեր ուժն է, մեր տրամաբանությունն է, մեր մտածելակերպն է, շատ վատ տեղում ենք գտնվում։ Արդյունքում ձախողելու ենք։ Եթե Աստված չտար զորությունը, հավատացյալը երբեք չէր կարող աճել։ Բայց քանի որ նա տվել է այդ զորությունը, ապա այդ աճը ինչ է, պարտադիր է։ Լսում եք։ Եթե Տերը այդ զորությունը չտար, որևիցե հավատացյալ մեկը չէր կարողանալու աճել։ Բայց եթե Տերը այդ զորությունը տվել է, ապա հոգևոր աճը պարտադիր է։ Աստված մեզ նաև այդ հոգևոր աճի շրջանակում կանչում է փառքի ու առաքինության ճանապարհով։ Ուշադրություն դարձեք 3-րդ համարը։ Ասում է, որ Աստված մեզ կանչել է իր փառքով եւ առաքինությամբ։ Սա ոչ միայն փրկության կոչն է, այլ նաև կյանքի ուղղության սահմանումը, մեր կյանքի ընթացքը, մեր ողջ հոգևոր կյանքի իմաստը, ինչի մեջ է։ Աստծո փառքը։ Դրա համար Աստծո փառքը մեր վերջնական նպատակը պետքա լինի, իսկ նրա առաքինությունը մեր կյանքի չափանիշը։ Երբ որ իմ առաջ դրված է մի նպատակ, որ ամեն բան իմ կյանքիս ամեն մի ընթացքը պետք է գործադրվի Տիրոջը փառքի համար, եւ իր առաքինությունը կամ իր ով լինելը ինձ համար պետք է լինի գերագույն չափանիշը, ես արդեն ճիշտ ուղղությամբ կքայլեմ։ Եթե իմ մոտ կա շեղում, եթե իմ մոտ կա հասկացողությունների այլ ինչ-որ հասկացողություն, ես այլ ճանապարհով եմ գնալու։ Կյանքս այլ կերպով եմ դասավորելու։ Այդ ամեն ինչի շրջանակում իմ եսն է բարձրանալու, այլ ոչ թե Տիրոջ
Փառքը։ Բայց այդտեղ Պետրոս առաքյալն ինչ է ասում, Տերը մեզ ինչին է կանչել, կանչել է իր փառքով եւ առաքինությամբ։ Հետևաբար մեր կյանքի ողջ ընթացքը նաեւ հոգեվոր աճը պետքա ոչ թե մեզ համար լինի, այլ Տիրոջը փառքի համար պետքա լինի։ Տիրոջը փառքի համար է, որտեվ ամեն բան ինչ որ անում ենք, նրա փառքի համար է եւ նրա մեծարման համար է։ Բացի դրանից նաև աստվածային խոստումները աճի հիմնական շարժիչ ուժն են։ Մենք Աստծո խոսքը կարդում ենք, շատ դեպքերում շատ խոստումներ լսում ենք, բան ենք անում, բայց գիտեք ինչ ենք անում, շատ դեպքերում մոռանում ենք, ուշադրություն չենք դարձնում։ Բայց մեր մղիչ հիմնական շարժիչ ուժը Տիրոջ ինչը պետք է լինի, խոստումները պետք է լինի։ Շարունակության մեջ նայեք 4-րդ համարը, ասում է, որով մեզ շնորհվեցին մեծ ու պատվական ինչերը, խոստումները։ Խոստումները Աստվածաշնչում տրված չեն որպես գեղեցիկ կարգախոսներ, գիտեք, ասենք, չգիտեմ, կենացների մակարդակին։ Մենք ենք սիրում կենացի մակարդակին ինչ որ արտահայտություններ անել, ինչ որ բաներ շռայլեր եւ այլն եւ այլն։ Աստծո խոստումները նման ձևով չեն, այլ որպես գործող հոգևոր իրականություն են։ Եվ երբ որ ես ասում եմ, որ ես հավատում եմ Աստծուն, նշանակում է հավատում եմ լիարժեք, որ այն բոլոր խոստումները, որ Տերը տվել է իր խոսքի միջոցով, իրականություն են դառնալու։ Իրականություն են դառնալու։ Եվ հավատացյալը աճում է այնքանով, որքանով հավատում է այդ խոստումներին։ Եվ ապրում է դրանց լույսի ներքո, որտեվ եթե հավատում ես, ձգտումել ես դրանով էլ առաջնորդվում ես։ Եթե չես հավատում այդ խոստումներին, ինչ ես անելու, չես ձգտելու, ուրիշ բաներ ես փնտրելու։ Դե համար շատ մարդկանց համար խոսքը հետաքրքիր չի, որ չեն կարդում են ձանձրանում են, իրենց կարևոր է, որ ինչ-որ մեկը իրենց մոտենա, ասի, գիտես ինչ կա, Տերը քեզ սիրում է, կամ Տերը լավ ծրագիր ունի քեզ համար եւ այլն եւ այլն։ Ես սա են մարդիկ փնտրում։ Ինչի որտեվ սա կարծես ավելի հեշտ է, ոնց Աստված ինչ-որ մեկին ուղարկեց, հատուկ ասեց, որ գնա այս մեկին ասա եւ այլն եւ այլն։ Այդ մարդկանց խոսքը դառնում է ինչ երկրորդական, երրորդական։ Մարդիկ կախված են լինում նման ինչ-որ արտահայտություններից։ Մեզ համար Տիրոջ խոստումները պետք է լինեն այն հիմքը, որով որ այն շարժարիթը, որով որ մենք շարժվում ենք, որով որ նաև պետք է հոգևոր առումով աճենք, որտեվ եթե հավատում եմ, կձգտեմ, եթե չեմ հավատում, ինչ եմ անելու, ուղղակի մի կողմ եմ գցելու։ Այս խոստումների միջոցով մենք փախնում ենք աշխարհի ապականությունից եւ դառնում ենք աստվածային բնության ինչեր մասնակիցներ, շարունակության մեջ նայեք։ Երբ որ մենք այդ խոստումներով ենք առաջնորդվում, դառնում ենք աստվածային բնության մասնակիցներ, սա չի նշանակում աստվածանալ, այլ կիսվել Աստծո սրբությամբ, նոր կյանքով, որը հակադրվում է ինչին, հին մեղսալի բնությանը։ Երբ որ մենք այդ խոստումներով ենք առաջնորդվում, Տերը մեր մեջ, մեր կյանքում փոփոխություն է բերում։ Մենք ավելի ու ավելի նմանվում ենք ուր? Մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ինչ որտեվ իրան ենք նայում, իրանով ենք զմայլվում, սկսում ենք նմանվել իրան։ Երբ որ սկսում ենք նմանվել իրեն, սկսում ենք ավելի հեռանալ ինչից? Մեղքից, աշխարհից եւ հետեւաբար սկսում ենք նաեւ հոգեվոր առումով աճել եւ այս ամեն ինչը փոխկապակցված է իրար հետ, ժողովուրդ։ Չեք կարա այս ամեն ինչը առանձնացնեք, հետո ավելի մանրամասն դեռևս սրա մասին խոսելու եմ։ Բայց բացի դրանից նաև Տերը մեզ կոչ է անում ակտիվ հնազանդության։ Այս հատվածը չի առաջնորդում պասիվության, լսում եք։ Այս հատվածում Պետրոս առաքյալը չի ասում նստեք ուղակի ծառի տակ, այդ ամեն ինչը գալու է։ Դա մեզ կանչում է ակտիվ հնազանդության, որովհետև երբ որ խոստումը կա, երբ որ Տիրոջ զորությունը կա ու շնորհը կա, Տերը կանչում է մեզ ակտիվ հնազանդության։ Աստված իր կողմից ամեն բան արել է։ Աստված ամեն բան մեզ տվել է, մեզ շնորհել է։ Մենք ուղղակի ինչ ենք անում, չենք օգտագործում, ինչի որտեղ շատ դեպքերում հնազանդ չենք։ Խոսքի մեջ չենք կարծում, չենք աճում, չենք հնազանդվում։ Մեր բաժին մասը մենք չենք կատարում։ Տերը իր բաժինը լիարժեք արել է, ամեն բան տվել է,
Ամեն զորությունը, ամեն բան ինչ որ կարիք ունենք, իր շնորհով տրված է մեզ։ Եթե այս վիճակում ենք մինչև հիմա հոգևոր աճ որևիցե չունենք, խնդիրը այն չի որ Տերը բավարարել է ամեն բան կամ կիսատ է տվել։ Խնդիրը նա մեջ է որ ինչ ենք անում, անհնազանդ ենք։ Եթե Աստված ամեն բան տվել է, ապա պատճառը անգործության այն է որ ուղղակի անհնազանդ ենք, ծույլ ենք գուցե։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեր հոգևոր աճի համար։ Լսում եք։ Մենք չենք կարող գցենք Տիրոջ վրա։ Չենք կարող ասենք դե մենք չենք աճում, որովհետև չգիտեմ, էսա, այնա կամ այդքան էլ լավ քարոզներ չենք լսում եւ այլն եւ այլն։ Ուրիշի վրա չենք կարող գցենք։ Տերը ինչի որ կարիք ունենք, Տերը տվել է։ Աստծո խոսքն էլ ունեք։ Սուրբ Հոգին էլ ունեք, շնորհն էլ ունեք, կարողությունն էլ ունեք։ Ուղղակի գիտեք ինչ խնդիր կա։ Ծույլ եք, անհնազանդ եք, կամ էլ խոսքի մեջ հասուն չեք, որպեսզի զանազանեք որն է բարին, որն է սխալը, եւ բաղադրիչների մասին, երբ որ խոսենք, ավելի կտեսնեք դրա մասին։ Մենք չենք աճում, որպեսզի արժանանանք Աստծո շնորհին, լսում եք, այլ աճում ենք, որտեղ արդեն ստացել ենք այդ շնորհը։ Մենք չենք աճում, որպեսզի փրկվենք, մենք փրկված ենք, դրանից ելնելով է, որ աճում ենք։ Եթե արդեն Աստված ամեն բան ապահովել է, ապա ինչու ենք մենք հաճախ նույն տեղում դոփում։ Կամ ում ենք մեղադրում մեր անկայունության մեջ։ Եթե խոստումները տրված են, որ խոստումներն է իրապես մեզ վերջին անգամ քաջալերել։ Երբ որ նեղության մեջ ենք, դժվարությունների միջով ենք անցնում, որ խոստումն ենք մենք մեզ հիշացնում եւ դրանով ինչ անում, մխիթարվում առաջ քայլելու համար։ Ես հիմա վերացական բաներ չեմ ասում, սիրելիներ, ես ուզում եմ, որ դուք իրապես մտածեք, տեսնեք խոսքը ինչքանով է ձեզ համար ռեալ, կենդանի, ամեն օրվա ձեր ապրելու շրջանակում օգտագործվող։ Ինչքանը ձեզ համար շոշափել է այդ ամեն ինչը դարձել, թե զուտ կիրակից կիրակի քարոզից քարոզ կարգավիճակում է մնացել։ Աստված մեզ ամեն բան տվել է։ Տեր Հիսուս Քրիստոս իր արյունը թափելով մեր մեղքերը ներեց եւ իր շնորհը տվեց, որով որ մեզ փրկեց եւ զորություն ու կարողություն տվեց հոգեվոր առումով աճելու։ Հավատքն էլ շնորհեց եւ այդ զորությունն էլ տվեց։ Մնացածը մեր պատասխանատվությունն է։ Երկրորդը սիրելիներ, դա հոգևոր աճի բաղադրիչներն են, կամ այլ կերպ նաև ասում են հոգևոր աճի սանդուղքը կամ աստիճանը։ 5-ից 7 համարները նայենք։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ուշադրություն դարձրեք։ Չի ասում. Պարապ, սարապ ման եկեք, ձեռները ջեբը դրեք, ինչ ուզում եք վարվեք, ինչ ուզում եք լսեք, ինչ կյանքով ուզում եք ապրեք, հոգևոր առումով աճելու եք։ Չի ասում ամեն ջանք դրեք, քրտնաջան աշխատեք։ Նույնիսկ Եբրայեցիս նամակի մեջ ասում է մեղքի դեմ մահու չափ կռիվ տվեք, արյուն թափելու համար կռիվ տվեք, այսինքն ջանք արեք։ Չենք կարա լուր ու մունջ նստենք, չենք կարա ասենք դե ոչինչ, հիմա էսենց էլ կանցնի, բոլորն են այս նույն կարգավիճակում եւ այլն եւ այլն։ Պետրոս առաքյալը չի կանչում մեզ պասիվության, այլ ինչ է ասում, ամեն ջանք թափելով ուշադրություն դարձեք, ձեր հավատը հարստացրեք։ Հավատումից էինք ստացել, Աստծուց էինք ստացել, որը որ վիճակվել էր, մեր արժանինքներից չէր, մեր լավ լինելուց չէր, Տերն էր ձեւ որոշել, Տերն է ձեւ տվել, բայց այդ հավատքը դառնում է մեզ համար հիմք, այլ ոչ թե վերջնական արդյունք։ Հիմքն է դառնում, որպեսզի դրա վրա ինչ անենք, աճենք։ Հավատը հարստացրեք ու դրանից հետո արդեն կանրադառնանք հատ առ հատ ամեն մի բաղադրիչներին։ Բայց նայեք, Պետրոս առաքյալը, երբ որ գրում է սանդուղքը կամ հոգևոր աճի աստիճանները, չի ցույց տալիս, որ ինքը ինչ որ դիրքի մասին է խոսքը գնում։ Օրինակի համար չեք կարող ասեք, դե ես հլը ժուշկալության վրա եմ, ինձանից մի պահանջեք սիրելը։ Հլը կգամ կհասնեմ այդ դրա, նոր պատրաստ կլինեմ սիրելու։
Խնդիրը նրա մասին չի, որ Էզև ասաց, եթե երկրորդում եմ, երրորդը, չորրորդը դեռևս ինձ չի վերաբերվում, կամ նոր եմ վերստին ծնունդ ստացել, ինձանից մենակ ակնկալեք, չգիտեմ, առաքինություն են մնացածը մի 10 տարի հետո, որտեղ ամեն տարի դե մի սանդուղքով բարձրանալու ենք։ Չէ, ժողովուրդ ջան, կարգավիճակի մասին չի խոսքը գնում։ Պետրոս առաքյալը հերթականությունն է տալիս եւ տրամաբանությունը մենք կտեսնենք, ինչի է այդ հերթականությունը տալիս, բայց մենք բոլորս միաժամանակ այդ բոլոր աստիճանների մեջ պետք է ինչ անենք, աճենք։ Ուրեմն առաջի աստիճան ինչ է ասում։ Առաքինություն։ Նայեք, երբ որ խոսում ենք արդեն առաքինության մասին եւ մնացած բաղադրիչների մասին, այս բոլորը մեզ համար դառնում են լակմուսի թուղթ։ Լակմուսի թուղթը գիտեք ինչ է։ Քիմիայից, ֆիզիկայից կան, շատ լավ։ Ցույց է տալիս ջրի pH-ը կամ թթվայնությունը կամ հիմնայնությունը։ Այսինքն ինքը դառնում է ինդիկատոր։ Հետևաբար, այս բաղադրիչները, երբ որ մենք նայելու ենք կամ սանդուղքները, դառնում են մեզ համար ինդիկատոր։ Սենց ասած լույսիկ։ Մենք հավատ ճշմարիտ ունենք, թե ոչ, մենք վերստին ծնված ենք, թե ոչ, որովհետև եթե այս սրանք մեր կյանքում բացակայում են, նշանակում է հավատ չունենք, նշանակում է մեր հավատը փուչ ու դատար կա, կհիշեք Հակոբոս առաքյալն ինչ էր ասում, հավատը առանց գործերի ինչ է, մեռած է, և հետևաբար այս սանդուղքները, որ նայելու ենք, ինդիկատորն են, այդ լամպուչկեքն են, որ ցույց են տալիս, մենք այդ հավատն ունենք, թե չունենք, դրա մեջ աճում ենք, թե չենք աճում, առաջին բաղադրիչը, առաքինություն, նայեք, առաքինությունը չի խոսում կատարելության մասին, ինքը, եթե ուշադրություն դարձեք հունարենին, ավելի ձգտումն է, ներքին ձգտումն է դեպի բարին, լսում եք, առաքինությունը այս կոնտեքստի մեջ ներքին ձգտումն է։ Պետրոսը չի սկսում գիտելիքից, գիտեք ինչի։ Չի սկսում կարգապահությունից, այլ սկսում է առաքինությունից։ Ինչի, որովհետև եթե բարին ընտրելու ներքին վճռականություն չկա, ոչ գիտելիքն է օգնելու, ոչ էլ այն ինչ որ բաներն են օգնելու, այլ հակառակ այդ ամեն ինչը վնասելու է։ Նախ եւ առաջ այդ ներքին փոփոխությունը պետք է լինի։ Վերստին ծնված մարդը արդեն այդ ներքին փոփոխությունը պետք է որ ունենա, ներքուստ մարդը արդեն պետք է ձգտում ունենա ինչին, բարին, ընտրելու բարին, այլ ոչ թե մեղքը, ոչ թե չարը, առաքինությունը հարց է ոչ թե գիտելիքի, այլ նախապատվության, ներսի ինչ փոփոխություն կա իմ կյանքում, հետաքրքիր է, Օգոստինոսի մասին լսել եք թե չէ, իր դարձից առաջ հետևյալ խոսքն էր ասում, ու ասեմ գիտություն լավ ուներ, ասում էր Տեր, տուր ինձ սրբություն, բայց ոչ հիմա, ինչի որտև ուզում էր դեռևս վայելել աշխարհիկ կյանքը, դրա համար ասում էր տուր ինձ սրբություն, բայց հիմա չէ, մի քիչ կվայելեմ կյանքս, կվայելեմ աշխարհիկ կյանքս, հետո այդ սրբությունը թող լինի, գիտություն ուներ թե չուներ, գիտություն ուներ, ոնց չուներ, գիտեր որն է սրբությունը, գիտեր որն է ճիշտը, որն է սխալը անելը, բայց ներքին այդ փափագը ցանկությունը դեռևս չուներ, ինչու է սա առաջինը, որտեղ ճիշտ դրդապատճառները հնարավոր չէ, եթե ճիշտ դրդապատճառներ չունենք, հնարավոր չէ մեղքը հաղթել, լսում եք, Եթե մեղքին հաղթելը այլ դրդապատճառներ է, օրինակի համար, դե որպեսի կողքիններն ասեն լավն է, կամ այրտակին ինչ-որ բան է, վաղ թե ուշ պարտվելու եմ այդ մեղքի դեմ։ Դրա համար ճշմարտությունն իմանալը դեռ չի նշանակում ճշմարտությամբ ինչ անել, ապրել։ Ճշմարտությունը կարաք իմանաք ու շատ լավ իմանաք, բայց այդ ճշմարտությամբ ապրելու փափագ ու ցանկությունը չունենաք։ Գիտեք ինչքան երեխեք կան հավատացյալ ընտանիքներից, որոնք որ իրենց ողջ մանկությունը անցկացրել են եկեղեցում, մանկություն, պատանեկություն, նույնիսկ երիտասարդական կյանքը։ Խոսքը բավականին լավ գիտեն, պատմությունները գիտեն, Հովնանի մասին կպատմեն, Կետի մասին, Դավիթի մասին եւ այլն, գիտությունը ունեն, բայց ներքին փոփոխությունը չկա։ Հետևաբար մենակ գիտելիքը ինքնին առանձին
որևիցե կերպով մեզ օգուտ չի տալի, այլ հակառակը ասեմ, նույնիսկ դատապարտություն է լինելու։ Ինչի որտեվ ինչքան որ գիտենք, այդքան ավելի էլ պատասխանատվություն ենք կրում։ Մեկ-մեկ ինձ ասում են, ուզում եմ, բայց չի ստացվում կամ ժամանակ չունեմ։ Ժողովուրդ չեմ հավատում։ Որտեվ եթե իրապես մեկը ցանկություն ունի, հաստատ իմացեք ժամանակ էլ կգտնի, նաև կպայքարի էլ, որպեսզի այդ ամեն ինչին նաև հասնի։ Որտեվ նրանք, ովքեր որ ինչ որ փափակ ցանկություն ունեն, հաստատ եմ ասում, ամեն ինչ անում են, որպեսզի դրան հասնեն։ Հետևաբար այս ամեն ինչը զուտ արդարացումներ են։ Գիտեք, Օգոստինոսը դարձից ապաշխարությունից հետո նույն մարդը հետևյալ խոսքերն է ասում, ասում է, առաքինությունը այն է, երբ սիրտդ վերջապես ասում է, Տեր ոչ միայն գիտեմ ինչն է ճիշտ, այլ ուզում եմ ապրելս դրա։ Լսում եք։ Առաքինությամբ ապրել նշանակում է ոչ թե զուտ գիտեմ այդ գիտությունը, այլ նաև ցանկություն ունեմ, փափագ ունեմ, այդ գիտությամբ ինչ անեմ, ապրեմ։ Երկրորդ բաղադրիչը գիտությունն է։ Սա արդեն կարևոր է, որտեղ երբ որ արդեն կա ճիշտ շարժառիթ, այդ ճիշտ շարժառիթը պետք է հարուստ լինի ինչով։ Գիտությամբ, աստվածային ճշմարտությամբ։ Նայեք, այս գիտությունը զգացմունք չի, ոչ էլ ինտուիցիա չի, էլի, որտեղ մարդիկ ասում են, դե ես սենց եմ զգում եմ, էսի ճիշտ է, կամ իմ ինտուիցիան ասում է սենց վարվեմ եւ այլն եւ այլն։ Մենք որպես քրիստոնյաներ ոչ ինտուիցիայով ենք առաջնորդվում, ոչ էլ զգացմունքներով ենք առաջնորդվում, որտեղ այդ զգացմունքները շատ խաբուսիկ կարան լինեն։ Կարող է մի օր արտանաս զգաս, որ չես ուզում պաշտամունքի մասնակցես։ Կամ մի օր երեկո է գալիս, զգաս, որ չես ուզում աղոթես, զգաս, որ չես ուզում կարդաս։ Հիմա ինչ տրվենք մեր զգացմունքներին։ Եթե տրվենք մեր զգացմունքներին, խնդրի առաջ ենք կանգնելու։ Դրա համար մենք առաջնորդվում ենք ոչ թե զգացմունքներով, ոչ թե էմոցիաներով, այլ առաջնորդվում ենք աստվածային ճշմարտությամբ։ Երկու ուղղությամբ պետք է այդ ճշմարտությանը ճանաչենք։ Առաջինը պետք է իմանանք Աստծո կամքի գիտությունը, նաև երկրորդը պետք է հենց Աստծուն ճանաչենք։ Իր խոսքի միջոցով մենք ճանաչում ենք Տիրոջ կամքը մեր կյանքի համար, մեր ընթացքի համար, նաև ճանաչում ենք հենց Աստծուն։ Աստված ճանաչողության մեջ ենք աճում, եւ սա է, որ մեր կյանքում փոփոխություն է բերում։ Ուշադրություն դարձրեք Պետրոս առաքյալը, երբ որ առաջի համարի մեջ ասում է, ինչ է ասում, ասում է Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությամբ։ Ուշադրություն դարձնում եք Տիրոջը ճանաչել ինչքան անձնական է դարձել իր համար։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Երբ որ մենք Աստված ճանաչողության մեջ աճում ենք, Տեր Աստված դառնում է մերը։ Մենք ճանաչում ենք իրեն։ Դա զուտ էֆորիկ ինչ որ զգացական վիճակ չէ, այլ խոսքի մեջ խորացված իմացություն է։ Հիշեք մի բան, առանց գիտության չեք կարող ուժ կամ կարողություն ունենալ եւ ճիշտ կերպով կողմնորոշվել։ Որն է ճիշտը, որն է սխալը։ Առանց գիտության չեք կարող պաշտպանվել սուտ ուսուցումներից եւ առանց գիտության չկա իրական ազատություն։ Հետևաբար գիտության մեջ պետք է աճենք սիրելներ։ Բայց նորից, գիտելիքը ինքնանպատակ չէ։ Եթե քո գիտելիքը քեզ ավելի խոնար ու ավելի մաքուր, ավելի սիրող չի դարձնում, ինչ գիտելիքի մասն է խոսքը գնում, Աստծո խոսքի, ապա դա աստվածային գիտություն չէ, եւ այն կդառնա դատաստանի հիմք քեզ համար։ Լիքը աստվածաբանության ֆակուլտետներում աշխարհիկն լիքը աստվածաբաններ կան, որոնք որ գիտելիքով բավականին հարուստ են ձեզանից շատ շատերից։ Բնագրի լեզվին են տերապետում, ամեն մի մանրուքին են տիրապետում, բայց այդ ամեն ինչը աստվածային չի։ Այդ ամեն ինչը արդյունքում լինելու իրենց համար դատապարտություն։ Գիտությունը առանց հնազանդության դառնում է դատապարտություն, բայց հնազանդ գիտությունը տանում է դեպի սրբագործման։ Երբ որ հնազանդ կերպով կիրառում ենք այն գիտությունը, ինչ որ մենք ունենք, դա տանելու է մեզ սրբագործման։ Մենք չենք մեղանչում գիտելիքի պակասից, այլ մեղք ենք գործում Աստծուն ավելի քիչ սիրելու պատճառով։
Երրորդ բաղադրիչը ժուշկալությունն է, կամ այլ կերպ ասած ինքնատիրապետումը։ Ուշադրություն դարձրեք, ունենք ներքին այդ կամքը, ունենք գիտությունը, դրանից հետո ասում է ժուշկալություն։ Ժուշկալությունը դա գիտակցված ոչ ասել է մեղքին, որպեսզի այո ասվի ում Աստծուն, Տիրոջ կամքին։ Պողոսը իրեն համեմատում է մարզիկի հետ, կհիշեք ինչ էր ասում, ես իմ մարմինը ճնշում եմ և հնազանդեցնում եմ, 1 Կորինթացիս 9:27։ Ինչու է սա կենսական։ Եթե մենք աշխատանք չենք տանում, եթե մենք ինքներս մեզ չենք կարողանում տիրապետել, մենք չենք կարող կիրառել այն գիտությունը, որը որ մենք ստացանք, կամ որը որ մենք կարդացինք, լսեցինք։ Ինչի համար է սա կենսական, որտեվ նախ դա Տիրոջ կամքն է, կարաք նայեք Թեսաղոնիկեցիս նամակի մեջ, դա Սուրբ Հոգու պտուղն է, Գաղատացիս 5-րդ գլխում է ասում ժուշկալությունը, եւ նաեւ ինքնատիրապետման բացակայությունը բացում է դռնել բոլոր տեսակի մեղքերին։ Եթե ինքդ քեզ չես կարողանում տիրապետել, դռներ ես բացում ամեն տեսակի մեղքերի։ Առակաց 25-28-ում ասում է. այն մարդը, ով չի զսպում իր հոգին, քանդված եւ անպարիսպ քաղաքի նման է։ Անպարիսպ ու քանդված քաղաքը ինչ է, բաց է բոլոր թշնամիների համար։ Անպաշտպան է որևիցե կերպով։ Ժուշկալությունը մեզ պաշտպանում է մեղքից, որտեղից ներսից, ոչ թե դրսից։ Եթե սիրտը չզսպես ներսում, սահմանները դրսում երկար չենք կարողանալու պահենք։ Վերջի վերջո է ներքին փափագը, ներքին ցանկությունը ինչ անելու, հղեանալու է, ուտել բերելու է ինչին, մեղքին։ Ժուշկալությունը կամքի մկանը չէ, լսում եք, նորից, այլ պտուղն է այն սրտի, որը նվաճված է ումով, Քրիստոսով։ Եթե Քրիստոսն է նվաճել մեր սիրտը, եթե մեր սրտում Քրիստոսն է, մենք ի վիճակի ենք ժուշկալ կերպով վարվելու ինքնատիրապետման։ Եթե Քրիստոսը մեր սրտի Տերն ու Տիրակալը չէ, մենք չենք կարող որևիցե կերպով ժուշկալ վարվենք։ Աստծո պարագայում, Աստծո չափանիշներով։ Չորրորդ բաղադրիչը համբերությունն է։ Ժուշկալություն, համբերություն։ Բառը բառացիորեն նշանակում է համբերություն կամ դիմացկունություն, կայունություն։ Ընդհանրապես, երբ որ Աստվածաշնչում տեսնում եք համբերություն, համբերությունը միշտ գալիս է նեղության հետ, որտեվ եթե չկա նեղություն, կարիքն էլ չկա ինչին, համբերության։ Դրա համար Աստվածաշնչում, երբ որ հիմնականում տեսնում եք համբերություն բառը, համբերությունը կախված է նեղություններին դիմակայելուն, դիմադրելուն։ Սա պարզապես բնավորության գիծ չի դե համբերատարը կամ ժամանակավոր ինքնակառավարման։ Սա ինչ է, համբերությունը ակտիվ հոգևոր դիրքորոշում է, որի մեջ մարդը գիտակցաբար մնում է Աստծո կամքի մեջ, նույնիսկ երբ դա ուղղված է կամ դա տեղի է ունենում ինչով, ցավով, դժվարություններով, խնդիրներով։ Դա գիտակցաբար Աստծո կամքի մեջ մնալ է, թեև խնդիրներ կան, թեև դժվարություններ կան, թեև հարցեր կան, որ ես այս պայծրությամբ պատասխանը չեմ կարողանում գտնել։ Օրինակը նայեք Հոբին։ Ցավերի մեջ էր, դժվարության մեջ էր, այո, դժվար էր, բայց այնուամենայնիվ համբերում էր, այսօր Արմեն եղբայրս էր խոսում, որ նույնիսկ այդ պարագաներում իր բերանով Աստծո առաջ չմեղանչեց։ Հռոմեացիս 5:3-4 համարները ասում է. եւ ոչ միայն այսքանը, այլ նաեւ նեղությունների մեջ ենք պարծենում, գիտենալով, որ նեղությունը ինչ է բերում, համբերություն է բերում։ Համբերությունը փորձառություն, իսկ փորձառությունը հույս։ Շարունակության մեջ էլ ասում են հույսը ամոթով չի թողնում։ Ինչի, որովհետև ես արդեն փորձառել եմ Տիրոջը։ Ես գիտեմ, որ ամեն իրավիճակներում, եթե ես հավատարիմ մնացի, Տերը իր ժամանակին իր պատասխանը տալու է։ Եվ այդ ամեն ինչի մեջ Տերն է փառավորվելու։ Դրա համար ես այս հույսն ունեմ, ու այս հույսով եմ առաջնորդվում, այս հույսով եմ ապրում։ Ինչու է համբերությունը հաջորդում ժուշկալությանը։ Ժուշկալությունը սովորեցնում է մարդուն ասել ոչ մեղքին, իր ցանկություններին, բայց համբերությունն ինչ է ասում, այո է ասում Տիրոջ կամքին դժվարությունների ժամանակ։
Եթե մարդը չի սովորել զսպել իր կամքը, նա չի կարող երկար մնալ ճշմարտության մեջ։ Տրվելու է իր ցանկության, տրվելու է իր փափագներին, տրվելու է իր ուզածին, իր պատկերացածին։ Նա կամ կփախնի, կամ կհանձնվի, կամ կփողզիջի ճշմարտությունը։ Ինչի, որտեվ եթե չի ստացվում ճշմարտությամբ ապրել, փորձելու եմ ծռել, ասել դե ոչինչ, էս էլ ընդունել է։ Դրա համար եկեղեցիներ կան այսօր համասեռամոլությունն են ընդունում, եկեղեցիներ կա քույրերի հովիվ լինելն են ընդունում, եկեղեցիներ կան տրվում են ավելի տարբեր տեսակի չակերտավոր հայտնությունների եւ այլն եւ այլն։ Ինչի, որտեվ խոսքի մեջ չեն կարողանում մնալ։ Չեն կարողանում հաստատ մնալ։ Դրա համար կամ պետքա փախչեն, կամ պետքա հանձնվեն, կամ պետքա ինչ անեն, ծռեն։ Անհամբեր մարդը միշտ փնտրում է արագ ելք, իսկ Աստված հաճախ գործում է, գիտեք ինչ, դանդաղ։ Ինչի, որպեսզի մենք սովորենք այդ համբերության մեջ աճենք, որպեսզի ձևավորվի մեր բնավորությունը։ Երեխաներն են, որ հենց հիմա են ուզում, մամա հենց հիմա ուզում է մեզ շոկոլադը կամ մեզ քաղցրը։ Ովքեր որ ծնող են, գիտեն, որ խանութ գնում են, երեխեքը ինչ տենում է, միանգամից ուզում է։ Գիտեք, մենք էլ որպես հավատացյալներ նույն կարգավիճակում ենք շատ դեպքերում գտնվում։ Ուղղակի մամա չենք ասում ենք Աստված հենց հիմա եմ ուզում ու հենց հիմա հանի ես իրավիճակից։ Եթե չես հանում, նեղվում ենք, լացում ենք, ասում ենք վայ, Տեր Աստված մեզ չես սիրում եւ այլն, նման է երեխեքին։ Շատ է նման։ Բայց ես չեմ ուզենա, որ մենք սենց լինենք։ Մատթեոս 24:13, բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Գիտեք ինչի, որտեվ համբերողը Տիրոջինն է։ Համբերությունը հավատքի ժամանակային չափումն է, լսում եք։ Այն ցույց է տալիս մենք հավատում ենք Աստծուն միայն այսօրվա համար, թե նաև վաղվա լռության համար։ Համբերությունը հավատքի փորձադաշտն է։ Եթե չկա համբերություն, հավատքը չփորձված չի, թույլ է, տկար է։ Աստվածաշնչում շատ օրինակներ կգտնեք։ Աբրահամը 100 տարի սպասեց, մինչև որ երեխա ունեցավ։ Հովսեփը երկար ժամանակ սպասում էր իր ազատությանը եւ վերջապես ստացավ։ Դավիթը թագավորությանը։ Համբերությունը հավատի հասունացման անփոխարինելի փուլն է, լսում եք։ Առանց որի անհնարին է հաջորդ աստիճանի գնալը։ Եթե չեք ուզում փորձության մեջ ընկնեք կամ այդ նեղությունների միջով անցնեք, չեք էլ աճելու։ Նեղություններն են, որ համբերություն են աճեցնում մեր մեջ։ 5-րդը վերջացնում եմ, սիրելիներ, գիտեմ, որ արդեն ժամանակից դուրս եմ գալիս, բայց կարևոր է։ 5-րդ աստիճանը Աստված պաշտությունն է։ Ուշադրություն դարձեք, ասում է եւ համբերությունը Աստված պաշտության։ Աստված պաշտության, սենց ասած, էությունը կամ բառը նշանակում է ոչ թե արտաքին ինչ-որ կրոնական դրսևորում, որ ունեին փարիսեցիները, դպիրները, շատ այսօրվա քահանաներ, մեծ ինչ-որ խաչերով, ծիսական արարողություններով եւ այլն եւ այլն։ Այլ դա ներքին ինչ է, խոնարհում է եւ Աստծու նկատմամբ երկյուղ եւ հարգանք ունենալն է։ Ներքին փոփոխություն է, ներքին ձգտում է դեպի Աստծուն, այլ ոչ թե արտաքին ինչ-որ ծիսական, սենց ասած, հագուստ։ Ինչու է Աստված պաշտությունը բխում համբերությունից։ Մարդը չի կարող ճշմարիտ կերպով ակնածանք ունենալ Աստծո հանդեպ, եթե երբեք չի մնացել նրա կամքի մեջ դժվարության պահին։ Լսում եք։ Մարդ չի կարող իրապես ակնածանք ունենա Աստծո նկատմամբ, եթե երկար ժամանակ կամ որոշ ժամանակ չի մնացել փորձության մեջ ու չի տեսել Տիրոջ կամքը։ Համբերության մեջ մարդը սովորում է վստահել Աստծուն, ոչ թե զգացմունքներին, ոչ թե նույնիսկ իրավիճակներին, այլ հնազանդությամբ ինչ անել, ընդունել այն, ինչ որ Տերը տալիս է։ Այդ հնազանդությունն է, որ ձևավորում է իսկական աստվածպաշտություն։ Աստվածպաշտությունը փորձություններով զտված մեր հավատքն է։ 2 Տիմոթեոս 3:12 Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածպաշտությամբ ապրել, Քրիստոս Հիսուսով պիտի հալածվեն, լսում եք։ Պողոս առաքյալն ասում, ինքը չի ասում կարող է այդ ձև լինի, կամ կարակ ընտրեք, կամ կարակ չընտրեք։ Պողոս առաքյալն ասում է սրանով պետք է անցնեք։ Սա է, որ ձեզ տանելու է դեպի ճշմարիտ աստվածպաշտության։
Ինչ սխալ պատկերացումներ կան։ Սխալ շատ պատկերացումները հիմնականում արտաքին բարեպաշտության հետ են խառնում մարդիկ։ Ու Հիսուս շատ խիստ էր դատապարտում փարիսեցիներին։ Ու ասեց, որ այս ժողովուրդը ինչ է անում, շուրթերով են ինձ պաշտում, բայց իրենց սրտերն ինձանից ինչ են, հեռացած են, հեռու են։ Ճշմարիտ աստվածպաշտությունը նույն է, թե միայնակ եղած ժամանակ, թե նաև մարդկանց առաջ, այսինքն այն վարքը, ինչ որ ունես Աստծո առաջ, նույնն է, կապ չունի մարդկանց առաջ ես, թե առանձին ես, մենակ ես։ Եղբայրասիրությունը 6-րդը վերջացնում ենք։ Ֆիլադելֆիա բառը, էլի գեղեցիկ բառը։ Եղբայրների նկատմամբ սեր, հիմա ոչ միայն եղբայրների, այլ նաև քույրերի, եթե ամբողջացնենք, սեր եկեղեցու նկատմամբ, եկեղեցու ժողովրդի նկատմամբ։ Սա նույնպես ուշադրություն դարձեք, զգացմունք չէ, համակրանք չէ, այլ նվիրվածություն է և զոհաբերություն։ Լսում եք։ Ուղղակի այն չի, դե այս մեկին համակրում եմ, կսիրեմ, այս մեկը իմ մաստի մարդ է, կընդունեմ, այս մեկը իմ մաստի մարդ չի, կմերժեմ։ Մաքրվելով ձեր հոգիները, Առաջի Պետրոս 1:22 ասում է, մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ, անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով, միմյանց ջերմորեն ինչ արեք, սիրեք։ Ինչի է Աստված պաշտությունից հետո գալիս եղբայրասիրությունը։ Հասկացա, բայց հիշեք, Աստված պաշտության մեջ մենք գալիս ենք այդ հասկացողության, թե մենք ներքին ինչ փափակ, ինչ ձգտում ունենք Տիրոջ նկատմամբ։ Եթե մարդը չի ապրում Աստծո ներկայության գիտակցությամբ, մարդը չի էլ ձգտելու եղբորը կամ քրոջը ինչ անելու, սիրելու։ Ինչի, որտեղ եղբայրասիրությունը պահանջում է ինչ, համբերություն, ներել, ծառայել, որոշ առումով այո զոհաբերություն, կրել միմյանց բեռը, եթե Աստված պաշտության մեջ չկամ, եղբայրսիրության մեջ չեմ աճելու, չեմ լինելու, չի լինելու եղբայրսիրության։ Ընդհանրապես, այդ ամեն ինչը բաժանված է լինելու։ Եղբայրսիրությունը եկեղեցու ներսում հավատի իրական փորձադաշտն է։ Լսում եք։ Առաջի Հովհաննես 4:20, եթե մեկը ասի Աստծուն սիրում եմ եւ իր եղբորը ատի, նա ինչ է, ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ուշադրություն դարձեք, ասում է կողքը տա։ Եթե կողքիդ եղբորը չես սիրում, ասում է ինչպես կարող ես սիրել Աստծուն, որին չես տեսել։ Դե համար սրանից է սկսում։ Եթե եղբայրասիրություն ունես, ուրեմն ցույց է տալի, որ նաև Տիրոջն ես սիրում։ Եթե եղբայրասիրություն չունես, նշանակում է Աստծուն էլ չես սիրում, նորից կենացի մակարդակի խոսակցություններ, այս մեկտեղ հավաքվելն էլ, եկեղեցին էլ, միաբանությունն էլ, այդ ամեն ինչը դատարկ ու փուչ խոսքեր են։ Եվ 7-րդը, ամենավերջինն ասում է սեր։ Ագապե բառը, եղբայրասիրությունը թող աճի սիրով։ Սերը որպես կարծես գագաթնակետ։ Նորից բնական զգացմունք չէ, ոչ էլ ինչ որ պա, որ գիտեք ինչ կա, սենց հրապուրվեցի և սիրեցի, չէ, դա նորից ինչ է կամային սերը, ինքնազոհաբերություն է, այն չի սահմանափակվում արդեն մենակ եկեղեցով, այլ նաև գիտեք ու որտեղ առաջնորդվում, դուրս է գալի եկեղեցու սահմաններից դուրս, աշխարհիկ մարդկանց նկատմամբ, նույնիսկ մեր թշնամիների նկատմամբ։ Դա համար Հիսուսն ինչ ասեց Մատթեոս 5:44, բայց ես ասում եմ ձեզ սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք ձեր անիծողներին, բարի կարեք ձեզ ատողներին և աղոթեք ձեր չարչարողների ու հալածողների համար։ Լսում եք։ Ուշադրություն դարձեք այն նկարագրությունը, որ Տերը տալիս է։ Ինչու է սերը վերջին աստիճանը։ Մինչև մարդը չանցնի ժուժկալությամբ, համբերությամբ, աստվածպաշտության, եղբայրասիրության դպրոցը, նա չի կարող ճշմարտությամբ ինչ անել, սիրել, ինչպես որ սիրում էր ով, Հիսուս Քրիստոս, մեր կատարյալ ու լավագույն օրինակը։ Սերը պահանջում է ինչ, զոհաբերություն։ Առաջի Հովհաննես 3:16,
Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։ Հոգևոր աճը ոչ արագ գործընթաց է, ոչ էլ զգացմունքային վերելք է։ Պետրոսը չի ասում, որ աստիճանները մեզ փրկում են, այլ ասում է, որ դրանք ապացույցն են, որ մենք ունենք կենդանի ու ճշմարիտ ինչ հավատ, փրկություն։ Ու հիշեք, այս ամեն ինչի մեջ Քրիստոսն է, որ կատարյալ առաքինություն ուներ, կատարյալ ճշմարտություն ուներ, կատարյալ ժուժկալության, համբերության, աստվածպաշտության, եղբայրասիրության եւ սիրո օրինակն էր, որին որ մենք ուզում ենք ձգտենք։ Հոգևոր աճը արագ գործընթաց չէ, ոչ էլ զգացմունքային է։ Դա ընթացք է, վերելք է շնորհի հիմքով, հնազանդության ուժով։ Ուրեմն ինչ անենք։ Այս տարվա շրջանակում նորից մտածենք, որտեղ ենք մենք, ինչ ենք անում, ինչքանով ենք աճել։ Ես որտեղ եմ այսօր իմ կյանքում, իմ հասկացողության մեջ։ Եվ արդյոք շարժվում եմ դեպի առաջ, թե ուղղակի գալարվում եմ կամ հետ եմ նահանջում։ Թող Տերը օրհնի մեզ ու օգնի, որ այս ամեն ինչի մեջ իրապես աճենք։ Ու նորից ոչ թե մեր անձի համար, այլ իր փառքի համար։ Աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալի քո ողորմության ու գթության համար։ Դու ողորմած գտնվեցիր մեր նկատմամբ։ Եվ այո, չգիտենք պատճառը, բայց հավատը շնորհեցիր, որով որ կյանք ունենք, Տեր։ Եվ բացի նրանից նաև տվեցիր ամեն բան քո շնորհով, քո զորությամբ, որպեսզի կարողանանք սրբության կյանք ապրել եւ աճել։ Ոստի աղոթում եմ, Տեր, որ օգնես իրապես հնազանդությամբ աճենք այն բոլոր բաղադրիչների մեջ, որ խոսքիդ մեջ է գրված, Տեր։ Շատ դեպքերում ծուլանում ենք, շատ դեպքերում արդարանում ենք, շատ դեպքերում, Տեր, արդարացումներ ենք փնտրում, բայց խնդրում ենք, որ մեզ ներես, օգնես, որ իրապես մեր հայացքը դեպի քեզ լինի եւ աճենք այդ ամեն ինչի մեջ։ Ինչի որտեվ գիտենք, որ աճելով քեզ փառք ենք բերելու եւ պտուղ ենք բերելու այն մնայուն պտուղը, որը որևիցե մեկը մեր ձեռքից չի կարող վերցնել։ Ոստի աղոթում եմ, Տեր, որ միաբանես եւ որպես եկեղեցի մտորելու առիթ տաս, որ ամեն ինչի մեջ քո փառքը փնտրենք։ Հիսուսի անունով, ամեն։